Ողջույն սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ միացել եք ինձ եւ հետեւում եք ինձ։ Այսօր առավոտյան հայտարարել էի, որ լայվ եմ ունենալու որոշակի թեմայի մասին, թեման երեք իմ կատարած մի քանի գրառումներն էին, եւ հայտարարել եմ, որ փորձելու եմ մեկնաբանություններին ուրեմն պատասխանել։ Բայց հիմա հետո քիչ հետո հայտարարեցի մի քիչ առաջ, որ մի քիչ այլ բովանդակությամբ լինելու իմ այսօրվա լայվը եւ բացատրեմ ինչու որոշեցի բովանդակությունը մասամբ փոխել, թեև ամեն դեպքում քանի որ հայտարարել եմ այդ թեմային անդրադառնալու եմ, բայց այդուհանդերձ շատ չեմ խորանալու եւ կաշխատեմ նաեւ այլ թեմաների մասին, որոնք ինձ թվում է շատ ավելի անհրաժեշտ եւ առաջնային են այս պահին, դրանց անդրադառնալ այս լայվի ընթացքում։ Հիմնական թեման գիտեք, ժամերի տարբերություն կա, ես Լոս Անջելեսում եմ ապրում, թապես լուրերին մի քանի ժամ հետ ուշացումով ենք հետևում, առավոտյան երբ արթնանում եմ, առաջի գործը որ անում եմ, այնպես շատերը ովքեր հայրենիքից դուրս են ապրում, Հայաստանի լուրերին հետևելն է, վերջին զարգացումներին ծանոթանալն է։ Ու այսօր երբ լուրերին հետևեցի երեք գիշեր այդ գրառում անելուց հետո, առավոտյան ինչ-որ ընդմիջումից հետո օրվա լուրերն են նայում, նկատեցի, որ ինչ-որ հանդարտություն է տիրում ներընդդիմադիր դաշտում բարեբախտաբար, եւ անցած մի քանի շաբաթների այդ հրաձգությունը, այդ թեժ իրավիճակ, այդ բռնկումները, որ կային, կարծես մի տեսակ այսպես հանդարտվել է եւ չկա։ Հետո ինքս իմ հետ մտածեցի, որ անիմաստ է, երբ ունենք շատ ավելի առաջնային հարցեր այսօր դրանց մասին խոսելու, քննարկելու, կրկին ինչ-որ խայծ գծել կամ ինչ-որ բռնկում առաջացնել այս դատարանում, թեև հիմա ամեն մարդ պետք է հերթով փորձի թեման կենտրոնացնել հիմնական հարցերի վրա։ Դա չի նշանակում, որ այն ամեն ինչը, որ ասվել այս օրերին, հրաժարվում են կամ սխալ է եղել կամ, պես ասած, անհիմն է եղել։ Արդար լինելու համար պիտի ասեմ, որ այս վերջին 2-3 շաբաթների ընթացքում բազմաթիվ հիմնավորումներ եղան, փաստարկներ ներկայացվեցին, հակափաստարկներ ներկայացվեցին։ Կարծում եմ ամեն ինչը այլևս մեզ համար, բոլորի համար, ժողովրդի համար պարզ է։ Թե ինչ է կատարվել 2018 թվականին, դեռ մինչև դա ինչ է տեղի ունեցել, իրադարձությունների ընթացն է բոլորի համար պարզ։ Ժողովուրդն ունեն թե փաստարկները, հիմնավորումները երկու կողմերի եւ թե հակափաստարկները, որոնք ներկայացվել են, եւ կարծում եմ ժողովուրդը այնքան գիտակից կա, որ այսքանից հետո արդեն պիտի եզրակացած լինի, որ իրապես 2018 թվականին ինչ եղավ եւ ինչը մեզ բերեց հանգեցրեց 2018 թվականին եւ դրանից հետո իշխանապողությունից հետո ինչ տեղի ունեցավ։ Հետևաբար կարծում եմ հիմա գոնե այս փուլում առայժմ գուցե անհրաժեշտ չլինի այս ամեն ինչի մասին խորանալ, թեև ամեն դեպքում այս թեման նույնությամբ շարունակվելու է։ Ես անձամբ հավատացած եմ մնում, ունեմ իմ կարծիքը, թե ինչ է տեղի ունեցել 2018 թվականին, դուք հետևելով իմ էջին հավանաբար այդ մասին տեղյակ եք, իմ լայվերին այդ մասին տեղյակ եք, նաև հավատացած եմ, որ այդ ամենի մասին խոսելը անհրաժեշտ է, քանի որ պայքարը շարունակելու համար, առաջ տանելու համար անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր դաշտը բյուրեղանա, անկեղծանա եւ եթե վերջին 7 տարիների ընթացքում շարժումները, որոնք ձախողել են եւ մենք չենք կարողացել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, այսօր կորցրել ենք դրա արդյունքում Արցախը, շատ բաներ են կորցրելու, այսօր կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու եւ երկրորդ կապիտուլացիայի դիմաց, այդ ձախողումների մի հիմնական բաժը, թեև ամեն կերպ տեսնում չեմ էլ կարծում, որ իցե մեկը հերկի նույնիսկ ընդդիմադիր դաշտը, որ իրենք ամեն դեպքում գուցե աշխատանքի մեջ ինչ-որ թերացումներ ունեցել են, բայց գլխավոր խնդիրը եղել է այն, որ եղել են խանգարիչ հանգամանքներ, եղել են նախանձի եւ խարդավանքի հողի վրա խանգարումներ աշխատանքի թույլ չտալ, որպեսզի աշխատանքը սահուն ընթանա, ձախողեցնել աշխատանքները դժբախտաբար, չգիտակցելով, որ հիմնական թշնամին ոչ թե ասենք Ռոբերտ Քոչարյանն եւ նրա իշխանություն գալն է կամ Հայաստան Դաշինքի ուժը ստանալն է կամ ընդդիմադիր շարժում ձևավորած այդ ուժն է, այլ ընդհանուր առմամբ մեր հիմնական պայքարը պետք է ուղղված լինի Նիկոլ Փաշինյանին։ Այս ամեն ինչը կարծում եմ բոլորիս համար պարզ է եւ այս ընթացքում մեր ձախողումներից մեկը եղել է այն, ու եթե պիտի փորձենք մի վերջին քայլ անել գոնե Հայաստանի այս մնացած բաժինը, մեր պետականությունից մնացած այս միակ բաժինը փրկելու, երկրորդ կապիտուլացիան կանխելու համար անհրաժեշտ է որ գնալ բյուրեղացման եւ անկեղծացման պայքարի դաշտում։ Ես կարծում եմ վերջին այս մի քանի շաբաթների եւ օրերի այդ վեճերը զրույցներ որ եղան օգնել է արդեն մասամբ այդ դաշտի բյուրեղացմանը, հետևաբար ես փորձում եմ շատ ավելի այլևս աշխատում եմ չխորանալ այս թեմայի մեջ, բայց այդուհանդերձ ես մի շատ կարճ ասեմ, քանի որ երեք այդ գրառումը արել եմ, չեմ ուզում այդպես անպատասխան թողնել,
Այդ գրառման մեջ ես ոչ մի վիրավորանք չեմ հասցրել պարոն Արթուր Վանեցյանին, որպես հայերենի կուսակցության ուրեմն ղեկավար, այդտեղ կարծում եմ եթե նայեք, հիմնականում հարցեր են եւ փաստեր են արձանագրված, որոնք փաստեր են, այսինքն իրականության հետ համապատասխանում են, այդտեղ ոչ սուտ բան է գրված, ոչ իրականությունից հերու բան է գրված, ես 3 բան եմ այդտեղ նշել եւ 3 բաներ կարծում եմ հիմա կարող եմ կրկնել, որ 2019 թվականի փետրվարին հանդիպում Հռոմում Արթուր Վանեցյան, որ այն ժամանակ անվտանգության ծառայության պետ է ղեկավար եղել, Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ գնացել է Հռոմ եւ Հռոմի սրճարաններից մեկում հանդիպել է Միքայել Մինասյանին։ Այդ փաստը այս առաջին էջին Արթուր Վանեցյանը դրան անդրադարձել 2020 թվականի փետրվարի 5-ին, եթե չեմ սխալվում, առողջի մամուլի ասուլիսն էր, որ ինքը հրավիրել էր հայնի կուսակցություն հիմնադրելուց հետո, այդտեղ ինքը շատ հստակ ասում է, որ այո, հանդիպել եմ եւ այդ բովանդակության մասին, թե ինչ է եղել, 3 հոգի գիտեն, Նիկոլ Փաշինյանը, ես եւ մի քանի հոգի, որոնք այդ հիմա թիմակիցներ չեն։ Հետո մի քանի ամիս անց 2020 թվականի մայիսին Միքայել Մինասյանն էլ հաստատեց այդ փաստը, ասավ այո դա տեղի ունեցել, իհարկե ինքը իր վարկածը ներկայացրեց, ինչա փոխանակվել այդ հանդիպման ժամանակ, եւ հիմնականում ասածը դա էր, որ այդ հանդիպման ժամանակ բացահայտեք ինչ է եղել, չեմ կարծում այդ հարցադրումը կատարելը անիմաստ հարցադրում լինի։ Եթե հիշեք, դրանից հետո նախաքննությունը սկսվեց, իրավապ Նիկոլին հարց տվեցին հարցազրույցի ժամանակ մի քանի ամիս անց Armen Press-ը հարց տվեց իր մամուլի ասուլիսի ժամանակ այդ հանդիպման մասին, Նիկոլը չհերկեց եւ ասաց, որ իրավապահ արմինները քննություն են սկսում, թե ինչի մասին են քննությունը սկսում, պարզ չէր։ Ամեն դեպքում փաստը երկու կողմեր, որ հանդիպում են ունեցել, արձանագրել էին, որ տեղի է ունեցել։ Նախաքննությունը սկսվեց, բայց հենց այդպես էլ պարզ չդարձավ այդ նախաքննության արդյունքը ինչ ա եղել եւ այդ հանդիպման բովանդակությունը ինչ ա եղել։ Անշուշտ այդ օրերին անվտանգության ծառայության ղեկավար եղած ես շատ լավ գիտակցում եմ, որ պարոն Վանեցյանը տվել է երթում, որպեսզի մանրամասնություններ տեղեկություններ չբացահայտի, ինձ համար դա լրիվորեն հարգելի եւ ինձ չեմ իրավունք վերապահում պահանջ դնելու, որպեսզի դու պիտի, այդպես ասած, այդ գաղտնիքները այդ ժամանակաշրջանի բացահայտես, քանի որ հասկանալի է, երթումի տակ հնարավոր չէ այդ ամենը բացահայտել, ամեն դեպքում եթե դու այլևս ղեկավար էլ չես անվտանգության ծառայությունների, ինձ համար հասկանալի է, որ այդ երթումը մնում է ուժի մեջ, բայց չեմ կարծում Միքայել Մինասյանի հետ ունեցած հանդիպումը պետական գաղտնիք կարող է համարվել, քանի որ 2019 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանը եղել է Միքայել Մինասյանին մեր ժողը եւ այդպես ասած Նիկոլ Փաշինյանի եւ Միքայել Մինասյանի այդ կողմից Միքայել Մինասյանի հետ հանդիպելը պետական գաղտնիք չի կարող ամեն դեպքում, գիտեք, չի տեղավորվում պետական գաղտնիքի տակ։ Ես ասում եմ դրա մասին խոսելը կօգնի, որտեղ եթե այդտեղ Նիկոլ ինչ-որ օրենքի խախտում է թույլ տվել, հիմա պահն է որ դրա մասին խոսել Եվ չեմ կարծում որևիցե դատախազ, որևիցե դատավոր կկարողանա այդ փաստի դիմաց դիմադրել, եւ դա կլինի ամենաուժեղ հակապ ասած հիմնավորումներից մեկը, գուցե տասնյակ այլ խնդիրներից բացի, որի միջոցով կարելի է Նիկոլ Փաշինյանի դեմ դատ բացել եւ նաեւ խայտարակ լինելու ամեն դեպքում իր ընտրազանգվածի մոտ եւ 2019 թվականին հրապարակում ինչ էր ասում, հետո այսպես ասած ինչ է փորձել բանակցել։ Մյուս փաստներ, որ այդտեղ արձանագրել են, վերջին օրերի Արթուր Վանեցյանի ակտիվացումն է եղել, որ երկար ժամանակ բացակայում էր Facebook-ից, սոցիալական ցանցերից ու վերջին օրերին միանգամից ակտիվացել է։ Ես հիմնականում դա էլ փաստ է, այսինքն գաղտնիք չէ, սուտ բան չէ։ Ես այդ երկուսն եմ դրամասն եմ խոսել եւ ասում եմ սրանից ավել չեմ խորանա, հույսով եմ որ այս հարցերի պատասխանը եւ իր թիմակիցները կտան, բայց ամեն դեպքում հավատացած եմ որ բոլորս գտնվում ենք նույն պայքարի դաշտում եւ պիտի փորձենք միասնաբար հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացման։ Եթե որից մեկը ունի իր ձեռքում լծակ, ունի հնարավորություն, ունի միջոց, որի միջոցով կարող է ժողովրդին ել ավելի իրազեկել իրողությունների մասին, կարծում եմ դրանց չբացահայտելը հիմա ճիշտ չի եւ ամեն դեպքում պիտի փորձել հնարավորինս դրանց մասին խոսել եւ բացահայտել։ Միայն կոմենտարից մեկին է ուզում իմ անդրադառնալ, որ այնտեղ թողել էին ինձ համար շատ հետաքրքիր է գրել են Երանի, որ դուք Միքայել Մինասյանի չափ բան արած դնեք Հայաստանի համար։ Գիտեք, ես շատ ուրախ եմ, որ Միքայել Մինասյանի չափ բան չեմ արել, այսինքն բարեբախտաբար կամ դժբախտաբար իր չափ գումար չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի մամուլը կամ թերթը ֆինանսավորելու, աջակցելու իրեն, չեմ ունեցել լծակներ, չեմ ունեցել հեռուստատեսային մեծ ցանց ժողովրդին այդպես ասած նախապատրաստող ինչ-որ բաների համար, ամեն դեպքում չեմ զղջում դրա համար, այո, Միքայել Մինասյանի չափ բան չեմ արել, բայց ամեն դեպքում եթե ինչ-որ բան արել եմ, դա եղել է դրական եւ չեմ փորձել ինչ-որ բան անեմ, որը կվնասի իմ ժողովրդին։ Այսքանով թեման փակեմ այս բաժինը եւ ուրեմն անցնենք առաջ։
Վերջին օրերի այս ասած Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները, որ արեց խաղաղության օրակարգի մասին, խաղաղության համաձայնագրի մասին, մի քանի շատ հետաքրքիր փաստեր է մեզ համար արձանագրում, նախ այն, որ հայկական կողմից այդ փաստը կա, որ խաղաղության համաձայնագիր ամեն կերպում նախ այդ փաստաթուղթը վերջնական է դարձել, դրա մասին նաև խոսել է ադրբեջանական կողմը, հիմնականում սկզբում ադրբեջանական կողմը բացահայտեց եւ հետո հայկական կողմը, ինչպես գիտենք, պարտավորվեց կացես մի տեսակ Նիկոլ Փաշինյան արդեն հաստատել, որ դա տեղի ունեցել։ Իհարկե դա մարտի չեմ հիշում 13-14-ին էր, այդ օրը չի եղել բնականաբար, այդպես չի, որ այդ օրը հանդիպում ա եղել, հենց այդ օրը վերջնական ա եղել հայտարարել են, դա վաղուց է եղել, հավանաբար Նիկոլ Փաշինյանը փակստում էր փաստը, չէր բացահայտում, իսկ ադրբեջանական կողմը վերջ համաշխարհային այս զարգացումների լույսի տակ շտապում է շատ հարցերում, փորձում է ինչ-որ կարող է ինչքան շուտ ստանալ Նիկոլ Փաշինյանից եւ գնաց այդ փաստաթղթի բացահայտման ուղղությամբ եւ Նիկոլ Փաշինյանը կատարվեց փաստի դիմաց եւ հաստատեց, որ այո, վերջնական է եղել եւ հիմա մնում է փաստաթղթի ստորագրման տեղը եւ վայրը հստակեցնելու։ Դրանից հետո հիմա սկսել են նոր ինչ-որ, այդպես ասած, դիսկուրս առաջացնել, որ խաղաղության պայմանագիր, եթե չէ, դրա այլընտրանքը պատերազմն է ու ամեն դեպքում իրենց այդ լրատվամիջոցների միջոցով, ֆեյքերի միջոցով ամենտեղ փորձում են այդ միտքը տարածել։ Եթե արերևույթ եք նայում, բառացի եք նայում, գուցե ճիշտ են ասում, այսինքն խաղաղության համաձայնագրի այլընտրանքը, եթե այսպես բառացի նայենք, պատերազմն է լինում, բայց գործնականում եւ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ այդպես չի եւ խաղաղության համաձայնագրի ուրեմն բացակայությունը անհրաժեշտաբար պատերազմ կամ էսկալացիա չի հանգեցնում դրան։ Բայց դրա միջև կա մի պայման, այն պայմանում, որ դու ունենաս հզոր պետություն, ունես հզոր բանակ եւ կարողանաս զսպել ինչ-որ բան։ Այսինքն այդ այլընտրանքը չի լինի պատերազմ, եթե դու ունենաս համապատասխան ճնշող լծակներ, ունենաս բանակ, ունենաս քեզ համար ազդեցության լծակներ, որոնց միջոցով կարող ես հակառակորդ կողմից զսպել, որպեսզի պատերազմի խաղաղության համաձայնագրի այլընտրանքը չլինի պատերազմը։ Ես ձեզ համար ուզում եմ մի հատ շատ բարձ օրինակ բերել, հետաքրքիր կլինի ձեզ համար այդ օրինակը, կարծում եմ շատ էլ առարկայական է եւ գոնե ես իմ հաշկիս վրա դա ստացել եմ, իմ նման իրանահայեր, ովքեր ապրել են Իրանում պատերազմի տարիներին, դա գիտեն։ Եկեք Իրանը եւ Իրաքը որպես երկու հարևան երկրներ մխրճվեցին պատերազմի մեջ, որը սկսվեց 1980 թվականին Իրանի իսլամական հեղափոխությունից հետո եւ տևեց 8 տարի։ Ժամանակակից ամենաերկար պատերազմներից մեկն է եղել, ամենամեծ կորուստներով, պատերազմներից մեկն է եղել, որի ընթացքում նույնիսկ քիմիական զենքեր են կիրառվել, արգելված զինամիջոցներ են կիրառվել, համաշխարհային պետություններ են ներգրաված եղել են ժամանակ Խորհրդային Միություն, Միացյալ Նահանգներ, Եվրոպա տարբերը ներգրաված են եղել այդ պատերազմի ընթացքում, քաղաքներ էին հրթիռակոծվում, մայրաքաղաքներ։ Ես կամ իմ նման մարդիկ, ովքեր այդ օրերին ապրել են 80-ական թվականի այդ թվականներին ապրել են Թեհրանում, հիշում ենք հրթիռակոծման այդ օրերը եւ մենք ամեն օր մեր գլխի վերև տեսնում էինք հրթիռները, որ գալիս էին Թեհրանի ինչ-որ բնակելի քաղաքական բնակելի շրջան հարվածում էին, ամեն վայրկյան մտահոգություն կար, որ լինելու է դա մեր տան վրա։ Պատերազմի շաբաթներ շարունակ, ամիսներ շարունակ ապաստարաններ ենք փորձում գնալ։ Այդ օրերը մենք բոլորս ապրել ենք, հիշում ենք, այսինքն այդ մակարդակի պատերազմը եղել երկու երկրների միջև։ Եթե չեմ սխալվում, 1988 թվականին, 90 թվականը չեմ սխալվում, որ հրադադար հաստատվեց երկու երկրների միջև, Իրանը ընդունեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 598 բանաձևը եւ դրանով հրադադար հաստատվեց երկու թշնամի պետությունների միջև։ 1988 թվականից մինչև այսօր, ասում եմ մոտորապես, եթե չեմ սխալվում, 37 տարի պետք է անցած լինի։ Երկու երկրները մինչև այսօր չունեն խաղաղության համաձայնագիր, որքան գիտեմ։ Այսինքն այնպես, որ երկու կողմերը նստեն խաղաղության համաձայնագիր ստորագրեն, սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա անեն, միմյանց տարածքային ամբողջականություն այդպես փաստաթղթերով ճանաչեն։ Այդպիսի փաստ չի եղել։ Բայց որևէ մեկը չի եկել ասել, որ խաղաղության համաձայնագրի այլընտրանքը պատերազմն է։ Նրանք հասկանում են, որ զսպող ուժ երկու կողմներ ունեն եւ այդ զսպող ուժը լծակները, որ ունեն երկու կողմերը, թույլ չի տվել, որպեսզի 1988 թվականին հաստատված հրադադարի այդ այլընտրանքը լինի պատերազմ։ Սա կարծում եմ ամենաառարկայական եւ շատ հստակ փաստերից մեկն է, որ անհրաժեշտաբար խաղաղության համաձայնագրի բացակայության այլընտրանքը պատերազմը չի լինում։ Եթե իհարկե դու ունես հզոր պետություն, ունես զսպող լծակներ,
ունես լավ դաշնակիցներ, կարողանում ես շատ ճիշտ, պես ասած, քո ռազմավարությունը մշակել, մարտավարությունը մշակել, կարողանում ես պատերազմը որքան հնարավոր է քո սահմաններից հեռացնել, քեզ համար ինչպես իրանցիներն են ասում ռազմավարական խորք, բացատրես, փորձես գնալ, մտնել այդ երկրներում, կարողանաս քո հենակետերը, քո լծակները ունենաս։ Բայց տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի օրոք ոչ միայն այդ իրավիճակը չի ստեղծվել, կամ ընդհակառակն է եղել։ Հետևաբար, եթե չենք ցանկանում խաղաղության համաձայնագրի կամ երկրորդ կապիտուլյացիայի տարբերակը լինի պատերազմը, միակ միջոցը մնում է այս իշխանություններից ձերբազատվելը։ Ինչու են այդ ուրեմն այդ դիսկուրս առաջացնում, ես կարծում եմ միշտ էլ ասել եմ եւ հիմա շարունակում եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների։ Միաժամանակ շատ էր խոսում արտահայտի մասին, հետո ասացին դե չէ արտահայտ չի լինելու, արդեն հերթական համար է պատրաստվում, բայց այս խաղաղության գործընթացից հետո որ հիմա տեղի ունեցավ, կարծում եմ քաղաքական բոլոր ուժերն էլ ինչ-որ կերպով հասկացել են, բայց գուցե համարձակությունը չունեն բարձրաձայն ասելու, որ Նիկոլը մեզ տանում է դեպի արտահայտ խորհրդանական ընտրություններ։ Դա կարող է լինել, ես չգիտեմ, գուցե ամռան ընթացքում կամ երբ լինել, չգիտեմ, թվականը չեմ կարող ասել։ Շատ բան գուցե կախված լինի Նիկոլ Փաշինյանի մայիսի 9-ին Մոսկվա կատարելի կայցից։ Տեսնում ենք մի որոշակի շրջան Ռուսաստանի հետ հարաբերություններ ամենացածր մակարդակի իջեցնելուց հետո ինքը հույս էր կապել Եվրոպայի հետ, հույս էր կապել Միացյալ Նահանգների հետ, փորձեցին վերջի վայրկյանին կարծում են Բլինկենը կամ նախկին վարչակազմի վրա հույսեր են կոպել Միացյալ Նահանգների ուրեմն Արադ Միրզոյանին արագ գործուղեցին Միացյալ Նահանգները այնտեղ համաձայնագիր ստորագրի, բայց տեսան, որ այդ ռազմավարական փաստաթուղթը, որ ստորագրեցին համագործակցության, գրեթե որևիցե կոպեկ չի արժում այս պահին, որևիցե բան մեծ չի տալու։ Եվրոպան էլ տեսնում ենք չի կարողանում խնդիրները լուծի, տեսնում ենք, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները իրենց հարաբերությունների կարգավորման ուղղությամբ են գնում, Ուկրաինան պարտավոր է զիջումների գնալ, Եվրոպան պարտավոր է զիջումների գնալ այս հարցում, եւ հիմա մի տեսակ Նիկոլը զգացել է, որ այդ ամբողջ իր այդ մի տեսակ ասած ջուրերը, որ դրել էր եվրոպական կամ արևմտյան զամբյուղի մեջ, անօգուտ է եղել եւ ինքը մնալու է ձեռնունայն մյուս կողմում եւ հիմա փորձում է ինչ-որ կերպով իրավիճակը շտկել։ Նախագահ Քոչարյանը շատ ճիշտ ասեց, որ մի ժամանակ շուտով կոշիկները փոխի վազի գնա Մոսկվա, տեսնում ենք, որ այն ինչը որ նախագահ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ ասել էր, շատ ավելի շուտ տեղի ունեցավ եւ տեսանք, որ կոշիկները փոխեց եւ հայտարարեց, որ մայիսի 9-ին վազելով գնալու է, մասնակցելու է այդպես ասած տոնակատարություններին, որ լինելու է Մոսկվայում։ Իհարկե վատ էլ չի լինի համար, ամեն դեպքում Երևանում մնալը մի տեսակ իր համար ծանր կլիներ, հատկապես մայիսի 9-ի այդ երաթոնին, որը ինքը ոչնչացրեց մեզ համար, հիմա ամեն դեպքում բացակայություն գուցե ամեն ինչ-որ բարիք է լինի, հիմա գնալ Մոսկվա, փորձել այնտեղ ինչ-որ խնդիրներ լուծել։ Ես կարծում եմ այդ այցից հետո վերադառնալուց հետո ինքը կփորձի միջոցներ գտնել ազգային ժողովը լուծարելու եւ վստահելի միջոցներով գնալ արտահայտ խորհրդարանական ընտրությունների։ Ինչու եմ համոզված այդ հարցում, որովհետեւ շատ հստակ կերպով Ադրբեջանի կողմից պահանջ է դրվել, որ այդ խաղաղության փաստաթուղթը թեև պատրաստ է ստորագրման համար, բայց այդուհանդերձ իրենք դա չեն ստորագրելու եւ դրա համար տարբեր նախապայմաններ են դնում։ Իհարկե մի շարք նախապայմանները բնականաբար անիրագործելի են, այսինքն ճիշտ դատական համակարգի հետ համագործակցել, արտահանձնում, գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում համարձակությունը չի ունենալու նման քայլերի գնալու, բայց այնուամենայնիվ սահմանադրության փոփոխության հարցը իրենք շատ հստակ դրել են եւ փորձում են ամեն կերպ հասնել դրան։ Բոլորս էլ գիտենք, որ մինչև նույնիսկ 2026 թվականի ընտրություններ Նիկոլը չի կարող այդ սահմանադրությունը փոխել, այսինքն որից է իրավական հնարավորություն չունի սահմանադրություն փոխելու համար հանրաքվե անհրաժեշտ, նույնիսկ հոդվածները փոխելու համար մեծ հանրաքվեի կարիք կա, այդ նախաբանը, որը խնդրահարույց Ադրբեջանի կողմից դա փոխելու հնարավորություն չկա։ Միակ խնդիրը, որ կարող է Նիկոլ Փաշինյանը երաշխիք տալ Ադրբեջանին, արտահայտ խորհրդարանական ընտրություններն են։ Ինչ է կարող այդտեղ անել։ Հենց նույն դիսկուրսը, որը քիչ առաջ ասացի, ինչու են հրապարակն նետում, հենց այդ պատճառով է։ Խորհրդարանական ընտրությունների իր կարգախոսը լինելու է խաղաղության համաձայնագիրը։ Եթե հիշեք, նախորդ ընտրությունների ժամանակ ինչ էր ասում էր ապագա կա, ինձ ձայն տվեք, որպեսզի հասնենք խաղաղության, եթե մյուսներին ձայն տալ կեցիչն ընդդիմությանը պատերազմ եք ունենալու, ժողովուրդ հավատաց իրեն, ընտրեց, բայց տեսանք պատերազմ եւ հիմա կրկին կանգնեցել է այստեղ։ Հիմա կարծում եմ կրկին նորից նույն փորձել է նույն դիսկուրսն անել, քանի որ հիմա մի քիչ ավելի իր ձեռքը փաստաթղթերով լիքն է, ասում է, որ փաստաթուղթը կա, պատրաստ է արդեն ստորագրման համար,
բայց ես դրա ստորագրման համար կարիք ունեմ ժողովրդին խաբելու է, որ կարիք ունեմ ձեր վստահությանը, ձեր տված ձայներին, հետաբար եկեք ինձ ձայն տվեք, ես գնամ այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրեմ, այլապես դրա այլընտրանքը լինելու է ձեզ համար պատերազմ։ Եվ հիմիկվանից դրանք սկսելու են այդ դիսկուրսը հասարակության մեջ տարածել եւ դրանով հասարակությանը պատրաստել խորհրդարանական ընտրությունների համար։ Ես չեմ կարծում մինչեւ 2026 թվականը Ադրբեջանը կսպասի Նիկոլին, նստել է նրա բգին, մի տեսակ պարտադրելու է, որ ինչքան շուտ դրան հասնել, քանի որ աշխարհակաղակական իրավիճակը փոխվում է, հայտնի չի վաղը ինչ է լինելու, ինչ իրավիճակ է լինելու, եւ քանի որ պահը հարմար է, ինչպես պարսիկներն են ասում, քանի թոնիրը տակ է, պետք է հացը, այդպես ասած, կծնել թոնիրի մեջ, Ադրբեջանն էլ նույն ձևաչափով առաջնորդվելով մտածում է, քանի որ այդ թոնիրը տակ է, պետք է այդ հացը կծնի եւ հիմա կարծում եմ ամենաանհրաժեշտ պահն է դրան հասնելու համար։ Եվ հենց այդ նպատակով ես համոզված եմ եւ հավատացած եմ, որ մեզ տանելու է դեպի խորհրդարանական ընտրություններ։ Մինչև այդ մեզ քաջողի ինչ-որ շարժում ձևավորել, ես չգիտեմ։ Անկեղծ եմ ուզում ասել, մի քիչ հավատացած չեմ, որ մեր ժողովուրդը դուրս է գալու փողոց ինչ-որ բան անելու։ Ժողովուրդը երբ դուրս կգար փողոց, եթե ասենք Նիկոլը ինչ-որ սարսափելի մի քայլ աներ, որի հիման վրա կլիներ շարժում ձևավորել։ Նիկոլ այս սարսափելի քայլը տեսնում ենք չի անում, որտեղ ինքը շատ լավ գիտակցում է դրա վրա ընդդիմությունը կարող է շարժում ձևավորել։ Ինքը անխելք չի, որ նման քայլի, հետևաբար կխուսափի դրան քայլից եւ կփորձի ամեն ինչը կամած անել եւ այդ գոլորշին կամած բաց թողնել։ Պատկերացրեք մի քանի տարի առաջ, եթե նման հայտարարություն որ եղավ 2 օր առաջ, որ փաստաթուղթը կապիտուլյացիայի երկրորդ փաստաթուղթը պատրաստ է, Նիկոլ Փաշինյանը հայտարարեր հերթական զիջումների մասին, վստահ եղեք գիշերը իսկայական ժողովուրդ լցվելու էր փողոցները, դուրս էր գալու փողոց։ Բայց տեսանք, որ իցե բան տեղի չունեցավ։ Ինքնաբուխ էր դուրս գալու, այսինքն այստեղ խնդիր ընդհանրապես ընդդիմության խնդիրն էլ չի, ամեն ինչ ընդդիմությունից կախված չէ, ընդդիմությունը լիդերության դերակատարություն է ստանձնում, այդ ժողովրդի դուրս գալ ամեն կերպով ցանկացած գիտակից մարդու պարտականությունը պետք է լինի փողոց դուրս գալը։ Բայց տեսում ենք տեղի չունեցավ, քանի որ այս մարդիկ կարողացել են ժողովրդին ամեն կերպով, այդպես ասած, խաբելով այս իրավիճակը ստեղծել հոգեբանորեն մեր ժողովրդի համար։ Միակ բանը, որ կարող է ժողովրդին դուրս բերել, որ Նիկոլը գնա գաղտնի, ինչպես նոյեմբերի 9-ին արեց, ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, որի բովանդակությունը հետո մենք կիմանանք, եւ դրա վրա գուցե ժողովուրդը բորբոքվի դուրս գալ։ Բայց գիտենք, որ Նիկոլը դա չի անում, տեսնում ենք բովանդակությունը թաքուն է պահում, դրա մասին չի խոսում, նույնիսկ եթե նախկինում ընդդիմադիր պատգավորները հնարավորություն ունեին գնալ, տեսնել այդ փաստաթղթին ծանոթանալ, հիմա այդ հնարավորությունից էլ զրկված են, հավանաբար շատ փակ շրջանակ իր շրջապատին է թույլ տալիս, որ դա դրան տեղյակ լինի, հետաբար այդ հնարավորությունը չկա եւ ինքն էլ չի գնա մինչեւ առայժմ դրա ստորագրմանը, ես հավատացած եմ այդ հարցում, գաղտնի կերպով չի ստորագրի, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ, ամեն դեպքում սա մի օքանոց տանգո չի, չես կարող ապարել, պիտի ադրբեջանական կողմն էլ պատրաստ լինի այդ փաստաթուղթ ստորագրելու համար, եւ տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից շատ հստակ ուղերձներ կան, որ թեև Հայաստանը վրազում է դա ստորագրում, բայց իրանք չեն շտապում, մինչեւ իրենց բոլոր պահանջներին չհասնեն։ Միակ տարբերակը, որ հիմա ես կարող եմ պատկերացնել, կամ շատերը կարող են պատկերացնել, որ կա Նիկոլ Փաշինյանի մոտ, որպեսզի կարողանա Ադրբեջանին համոզել գալ նստել այդ փաստաթուղթ ստորագրել, խորհրդարանական ընտրություններ են, արտահայտ խորհրդարանական ընտրություններ, դրա ընթացքում փորձել ամեն կերպ ձայներ ձեռք բերել եւ այդ ձայներ շահելը ձայներ հետո տանել, ներկայացնել Ադրբեջանին որպես լեգիտիմություն եւ հետո հասնել ստորագրման։ Մի ինչ-որ ուրիշ հնարավորություն էլ որ կա, դա ձախողած իմպիչմենտը կարող է լինել։ Ես այդ տարբերակի մասին եմ չափազանց քանի անգամ ազդարել, գրել էի, ուզում եմ մի քանի կարճ ընթացքում նաև դրա մասին խոսել, որ ընտրություններից ավելի վտանգավոր տարբերակը դա ձախողած իմպիչմենտը կլինի։ Այն ինչ որ ես մի քանի օր առաջ գրել եմ, հիմա կրկին բացատրեմ, որ չգիտեմ, շատերը տգիտությունից են դա անում, թե գիտակցաբար են դա անում, գուցե Նիկոլի դաշտում են խաղում, ես չգիտեմ, թող իրենք բացատրեն, որ խոսում են այն մասին, որ ամեն գնով իմպիչմենտի գործընթացը սկսեն, գոնե մի բան անենք, տեսենք հետո ինչ կլինի։ Բայց ձախողած իմպիչմենտը, այսինքն դու իմպիչմենտի գործընթացը սկսեց, անվստահություն հայտնելու գործընթացը սկսեց ազգային ժողովում, առանց վստահ լինելու, որ 100%-ով հասնելու ես Նիկոլի հեռացմանը եւ քո, այդպես ասած, վարչապետի նշանակմանը, եթե 100%-ով վստահ, նույնիսկ եթե 1% կասկած ունենաս այդ հարցում, դա վտանգավոր է լինելու, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ վստահության ձայն ստանա ազգային ժողովից, դրա արդյունքը կլինի այն նույնը, ինչ որ ասենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր հաղթանակը։ Այնտեղ էլ ինքը ասելով, որ ինձ ձայն է տվել ժողովուրդը, ես ունեմ լեգիտիմություն փաստաթուղթ ստորագրելու համար,
Եթե ազգային ժողովը գնա անվստահություն հայտնելու ճանապարհով, բայց վերջի պահին չկարողանա դա անել եւ ձախողի, դա նույնպես լինել է, որտեղ ամբողջ քաղաքագիտության ոլորտում կա պրոբլեմ, որից մեկը չի կասկածում, որ ձախողած իմպիչմենտը նշանակում է երկրորդ վստահության ձայն գործող վարչակազմին։ Իսկ եթե ձախողես իմպիչմենտի գործընթացի մեջ, անվստահության հայտնելու գործընթացի մեջ, նշանակում է դու Նիկոլ Փաշինյանին օժտել ես կրկնակի լեգիտիմությամբ, կրկնակի վստահությամբ ազգային ժողովի կողմից, որպեսզի գնա փաստաթուղթը ստորագրի։ Այդ տարբերակը ասում եմ շատ ավելի հեշտ է լինելու Նիկոլ Փաշինյանի համար ու հաճելի, քան ընտրությունները, որտեղ ընտրություններում ամեն դեպքում ինքը մի քիչ, այսպես ասած, կարող է հնարավորությունը ընդդիմություն ունենալ ինչ-որ բան անելու 50-50 հնարավորությունը, բայց ձախողած իմպիչմենտի դեպքում ինքը 100%-անոց ունի հնարավորություն վերստանալու կորցած լեգիտիմությունը, ընդհանրապես վարկանիշի կարիք չկա եւ այդ լեգիտիմությունը վերստացած ազգային ժողովի կողմից տանել թանկով ծախել Ադրբեջանին, Ալիևին եւ հասնել փաստաթղթի ստորագրմանը, իսկ փաստաթղթի ստորագրումից հետո շատ ավելի լիք ձեռքով ինքը կարող է գնալ հաջորդ ընտրություններին, որի համար, այդպես ասած, ավելի մեծ շանսեր կապահովի հաղթանակի համար։ Ես դրա պատճառով եմ ասում, որ իմպիչմենտի գործընթացը նաեւ մեզ որևիցե տեղ չի տանելու եւ շատ ավելի վտանգավոր է, քան ընտրություններ։ Ես մի անգամ այս մասին շատ երկար խոսել եմ, կարծում դեռ ժամ ունեմ մի քանի րոպե նաև բացատրելու, թե ինչու եմ համոզված, որ իմպիչմենտը չի հաջողելու Նիկոլի օրոք, որտեղ հենց այդպես որ մենք հավատացած ենք Նիկոլ Փաշինյանը իշխանությունը չի հանձնելու, այդքան հեշտ չի զիջելու իշխանությունը իր աթոռը, ամեն տեսակ կեղծարարության գդիմի, որպեսզի ընտրությունները կեղծի, ամեն տեսակ պետական ռեսուրսներից կօգտվի, որպեսզի ընտրությունների արդյունքները հօգուտ իրեն հանի եւ դա ճիշտ է 100%-ով, բայց ինչու ենք համոզված, որ նույն Նիկոլ Փաշինյանը ձեռքերը ծալած կնստի, կտեսնի, թե դուք իրեն ինչպես եք իմպիչմենտի ենթարկում կամ անվստահության գործընթացը սկսում ազգային ժողովում։ Նույն Նիկոլ Փաշինյանը, որ ընտրություններում գդիմի ամեն միջոցի, ամեն լծակի կանխելու համար իր պարտությունը եւ երաշխավորելու համար իր հաղթանակը, սկսած կենտրոնական ընտրական հանձնաժողովից մինչեւ պետական ռեսուրս, բանակեր, ինչ որ համայնքներ, ինչ ասես գդիմի այդ քայլին հասնելու համար, ինչու են պատկերացնում խելոք դες ասած գարան նման ձերքերը ծալած կգա կնստի ազգային ժողովի աթոռին ու կնայի թե մենք իրեն անվստահություն ենք հայտնում։ Մի դեպքում դա կարող է տեղի ունենալ, այն դեպքում երբ գաղտնի համաձայնություն լինի իր հետ, ինքը ցանկանա որ այդպես ժողովրդավար կերպով հեռանա, դա կա, բայց դժվար եմ տեսնում որ այդ տարբերակը գուցե շատ 1%-ի հետ գուցե չլինի այդ տարբերակը, որ կարող է գոյություն ունենալ։ Ամեն դեպքում կանի ամեն ինչ, որպեսզի ձախողեցնի եւ ես ձեզ պատմել եմ եւ ասել եմ, որ մեր սահմանադրության մեջ այնպիսի կետեր են ներդրված, որ թույլ չի տալիս գործող իշխանությանը այդքան հեշտ անվստահություն հայտնել։ Թեև այդ ժողովրդավարական այդ կետը դրված է, եթե չեմ սխալվում, թողեք հոտ սահմանադրության այդ հոդվածի կետն եմ նույնիսկ ասեմ ձեզ, որտեսի պարզ դառնա, թեև գրել էի Ուրեմն մեր սահմանադրության 115-րդ, եթե չեմ սխալվում, հոդվածն է, որ խոսում է անվստահություն հայտնելու մասին, այդտեղ շատ հստակ կա, բայց ազգային ժողովի կանոնակարգը շատ հստակ կերպով խոսում է իմպիչմենտի գործընթացի մասին, 152-րդ ուրեմն հոդվածն է ազգային ժողովի կանոնակարգի, որը մանրամասնությամբ բացատրում է թե անվստահություն հայտնելու գործընթացը վարչապետին ինչպես պետք է լինի։ Ես շատ սեր ձեզ ասեմ, որ շատերի մոտ այնպիսի տպավորություն են ստեղծում, որ խորհրդարանի պատգամավորների 1/3-ը որ ստորագրեց, եթե տակը ես ինչ գիտեմ մի 18 հատ պատգամավորներ քպից ստորագրեցին, արդեն ամեն ինչը վերջ է եւ այդ պահից Նիկոլ Փաշինյանը պետք է այդպես ասած հեռացած համարել իրեն իշխանությունից։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Այդ անվստահության նախագիծը պետք է գա ներկայացվի ազգային ժողով, ազգային ժողովում քննարկվի, քննարկման ավարտին պետք է քվեարկություն տեղի ունենա անվանական, նոր այդ քվեարկության արդյունքներով է որ պարզվելու անվստահության այդ նախագիծը անցնելու է թե չի անցնելու։ Կարևոր կետը որ պետք է նկատի առնենք դա է, որ պատգամավորների 1/3-ի ստորագրությունը, եթե հնարավոր լինի ստանալ, որ դա է նույնպես թեական է որ կլինի թե չէ, որտեղ երկու պատգամավորների հիմա անկախ են իրենց հայտարարել ընդդիմության շարքերից, եթե նույնիսկ պատկերացնենք, որ այդ 1/3 ստորագրություններ ունենք եւ նախագիծը պատրաստ է ներկայացում ազգային ժողով, հստակ կանոնակարգը նշում է, որ քննարկման նիստը չի կարող հրավիրվել 48 ժամից ավելի շուտ եւ 50 ժամից ավելի ուշ։ Այսինքն ինչ է տեղի ունենում, եթե այդ նախագիծը ազգային ժողով ներկայացվում է երկուշաբթի առավոտյան, ասենք ժամը 10-ի, ամենաշուտը որ կարող է քննարկման դրվել, լինում է հաջորդ չորեքշաբթի առավոտյան ժամը 10-ը,
Բայց 12-ից ավելի ուշ էլ չպետք է լինի այդ նիստը։ Եթե հերթական նիստեր կան, հերթական նիստում է սկսում քննարկվել, եթե հերթական նիստեր չկան, արտահերթ նիստ պետք է հրավիրվի։ Կարևորը այդ 48 ժամն է, որ այդ մեջտեղում գոյություն ունի։ Այդ 48 ժամը իզուր չեն տվել։ Կարող են ասեն, որ նախագիծը ստանալուց անմիջապես հետո ազգային ժողովի խորհուրդը պարտավոր է անմիջապես արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկման դինել։ Բայց մեր սահմանադրությունը եւ ազգային ժողովի կանոնակարգ այդպիսի կետ չեն նշում։ Եվ 48 ժամ հնարավորություն են տալիս այդ ընթացքում դու չես կարող արտահերթ այդ քննարկման դնել այդ նախագիծը։ Այդ նախագիծը արկախ վիճակով մնում է ազգային ժողովի խորհրդում մինչեւ քննարկման սկսվելը։ Քննարկումը սկսվելուց հետո էլ այնպես չի, որ անմիջապես քվարկության է դրվում։ 115-152-րդ հոդվածի, 7-րդ, 6-րդից մինչև 8-րդ հոդվածներում մանրամասնորեն նկարագրված է։ Գնացեք բացեք ազգային ժողովի կայքում կանոնակարգը դրած է 152-րդ հոդվածն այդտեղ։ Գործող վարչապետը պետք է կես ժամ ելույթ ունենա, վարչապետության նոր վարչապետ տեխնացուն պետք է կես ժամ ելույթ ունենա, հետո հարց ու պատասխանների ժամ է սկսվում, պետք է գրանցվեն պատգամավորները, հարց ու պատասխան պետք է լինի, դրանից հետո մտքերի փոխանակման առիթ պետք է ստեղծվի, նոր այդ մտքերի փոխանակում այդ ամեն ինչը որ ավարտվում է, նոր նախագիծը դնում է քվեարկության։ Իհարկե, քվեարկությունը չպետք է 72 ժամից ավելի ուշ լինի։ Այսինքն ամեն դեպքում 2-ից 3 օր պետք է այս գործընթացը տևելու է։ Բայց գիտեք, Նիկոլի համար այդ 2-ից 3 օրը ինչպիսի հնարավորություն է խաղը հոգուտ իրեն փոխելու համար։ Նույն Նիկոլը, որ կարող է ընտրություններ կեղծել, կարող է պետական ռեսուրսից օգտվել ամեն ինչ անել, համայնքապետ ընտրված, ժողովրդի ձայնորով ընտրված համայնքապետին հերացնել, ավագանի լուծարել, նոր ընտրություններ նշանակել։ Այդ 48 ժամ իր համար հսկայական ժամանակ է, որպեսզի ամեն ինչը փոխի։ Ես մի քանի օրինակներ բերել եմ, ինչ կարող էր անել, գրել եմ եւ հիմա էլ կրկնեմ։ 4 միջոց ունի Նիկոլ Փաշինյանը, եւ սա իմ գյուտը չի, ցանկացած մի քիչ մտածող մարդ կարող է գնալ հենց այս օրենքների միջից այդ ամենը հանել։ Նիկոլ Փաշինյանը կարող է հրաժարական տալ, այսինքն եթե տեսնում է իմպիչմենտը ունի բավարար ձայներ, իր պատգամավորներն էլ համաձայն են դրա 18 հատ պատգամավոր, հրաժարական կտա։ Որից է կարծում եմ օրենսդրական կետ չի արգելում, որպեսզի անվստահության գործընթացը սկսվելուց հետո վարչապետը ինքն իր կամքով հրաժարական տա, մինչև քննարկմանը սկսվել անշուշտ։ Այդ 48 ժամ ընթացքում եթե ինքը հրաժարական տա, ինչ տեղի կունենա։ Պետք է անվստահության քվեարկություն նախագիծը դառնում է առ ոչինչ, որովհետեւ եթե չկա վարչապետ, դու ինչ ես դնում քննարկման, եթե վարչապետը ինքն է արդեն իր կամքով հրաժարվել։ Հետաբար նախագիծը դուրս է գալիս, մեկ շաբաթ անց պետք է նոր վարչապետի տեխնացու ներկայացվի, գործող իշխանության կողմից կամ ներկայացվեն քվեարկություն լինի, եթե չեղավ երկրորդ անգամ չեղավ, արդեն ազգային ժողովի լուծարում, ինչը երկու անգամ 2018-ին եւ 2021-ին տեղի ունեցել։ Սա առաջին միջոցն է, որ Նիկոլը կարող է կիրառել ազգային ժողովը տանելու դեպի իր ուղղությամբ եւ այդպիսով ինքը մոտավորապես 1 շաբաթից 2 շաբաթ ժամանակ շահի եւ ամենատարբեր գործերը կարող է անել այդ ընթացքում։ Կարող է նստել այդ 18 պատգամավորների հետ խոսել, նրանց համոզել, կաշառել, ինչ որ միջոցներ գտնել, որպեսզի իրենց ստորագրությունը չդնեն այդ համաձայնակ բամստահության նախագծի տակ։ Կարող է նույնիսկ երկրորդ անգամ ինքը չառաջադրվել։ Մի հատ այդպես չեզոք մարդու կպականային ասի, այսինչին ներկայացեք, նրան ձայն տվեք։ Եթե չկա Նիկոլ Փաշինյանի անձը, որի վրա բոլորը կենտրոնացած են իր այդ խնդիր ունեն, ուրիշ մեկն է ներկայանում, այդ 18 պատգամավորները հաստատ կգնան նրան ձայն կտնան։ Երես անվստահություն դուք հայտնեք Նիկոլ Փաշինյանին, եթե Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվում նորից որպես վարչապետի տեխնացու, ինչ է լինելու։ Նոր վարչապետ ընտրվելու, հետո մինչև 2026 թվականին հերթական ընտրությունների ժամանակ 1 տարի կգործի, հետո կրկին նորից Նիկոլը կփորձի ինքը վերադառնալ։ Կամ ներքին չաթող հրահանգ կտա, որ մեծամասնությունը իր մանդատները վայ է դնել։ Մանդատները վայ է դնելուց հետո ազգային ժողով ինքնաբերաբար լուծարվում է։ Փոքրամասնությունը վայ դնի, անգամն էլ ասել ենք ոչինչ չի պատահելու։ 2022 թվականին երկար ժամանակ ընդդիմությունը բոյկոտել էր չէր մասնակցում նիստերին, բայց քվորում կար, ազգային ժողովը գումարվում էր եւ օրենքներին ընդունում ոչ մի բան էլ չպատահեց, Եվրոպան էլ լուր նստեց նայեց ամեն ինչին։ Հիմա էլ նույնն է, բայց եթե մեծամասնությունն է վայ դնում, ազգային ժողովը քվորում չի կարող ունենալ։ Ընդհանրապես կարող են այդ նիստի համար քվորում չապահովել։ Կրկին ազգային ժողովի օրենքները չեն խոսում այն մասին, թե եթե քվորում չունեցավ այդ հերթական նիստը, որ կամ արտահայտ նիստը, որ պիտի քննարկի իմպիչմենտը, ինչ ա լինելու։ Լռում է օրենքը։ Քվորում չապահովեն, մանդատները վայ դնեն։ Դրանք բոլոր միջոցները, որ Նիկոլ Փաշինյանը կարող է օգտագործի։ Երրորդ միջոցը, որ շատ ավելի վտանգավոր ու հետաքրքիր է, դա ռազմական դրության հայտարարումն է երկրում։ Շատ բնական է, որ Ադրբեջանի համար ամենաձեռնտու տեխնացում Նիկոլ Փաշինյանը այսօր, որ մնա իշխանության,
քանի որ նրանից կարող է ամեն ինչ ստանալ, եթե փոփոխություն լինի, ամեն ինչը առոչինչ է դառնում եւ պետք է զրոյից սկսի։ Ադրբեջանը անելու ամեն ինչ, որպեսզի օգնի, որպեսզի Նիկոլը մնա իշխանության։ Մի հատ փոքր սահմանային էսկալացիա կարող է կատարել, որպեսզի Նիկոլ Փաշինյան ռազմական դրություն հայտարարի։ Իսկ ռազմական դրություն հայտարարելու ժամանակ չի կարող քննարկման դրվել իմպիչմենտի նախագիծ։ Դա սահմանադրությունն է ասում, թե ազգային ժողովի կանոնակարգն է ասում։ Ադրբեջանը մի հատ փոքր էսկալացիա կկազմակերպի պայմանավորված կերպով Նիկոլի հետ, Նիկոլը ռազմական դրություն կհայտարարի, կկասեցնի, այդպես ասած, անվստահության կամ իմպիչմենտի գործընթացը։ Եթե դեռ չի սկսվել քննարկումը, ընդհանրապես հանվում է օրակարգից, իսկ եթե քննարկումը սկսվել է, այդ ժամանակ ռազմական դրություն հայտարարվի, քննարկումը հենց այդտեղ դադարեցվում է, մինչև ռազմական դրության վերացումը եւ դրանից հետո միայն կարելի է այդպես 48 ժամ հետո պետք է վերսկսվի։ Տեսնենք որքան հնարավորություններ կա այդ իմպիչմենտի եւ ամստահության գործընթացը ցախողեցնելու։ Գրեթե զերո հնարավորություն կա, որ դուք կարող եք Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով իշխանությունից հեռացնել։ Լսել եմ ինչ-որ մեկը այդպես ասած, եթերա վազում, դե գոնե մի հատ հայ ձեռնարկեի, գոնե մի հատ ստորագրություն ավակեի, երկու հատ ստորագրություն ավակեի, տանեիք ներկայացնեիք, թող քվարկություն լիներ չհաստատեին։ Չընկերներ, դա շատ ավելի վտանգավոր է, քան ընտրությունների գնալ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես շեշտում եմ, ընտրությունների գնալու դեպքում դուք 50% հաղթելու կամ պարտվելու հնարավորություն կա այդտեղ ամեն դեպքում, բայց իմպիչմենտի ձախողման դեպքում դուք Նիկոլ Փաշինյանին օժտում եք երկրորդ անգամ մեծ լեգիտիմությամբ, քանի որ նա ունի վստահության 1% արդեն ազգային ժողովը կրկին անգամ իրեն ընտրել է որպես վարչապետ, նույն ալինո միջադրությունները եւ իրան արի տալու, որպեսզի գնա ստորագրի այդ կապիտուլ երկրորդ կապիտուլացիան։ Հետևաբար, այս ամեն ուզում եմ եզրակացնել, մնում է երկու հնարավորություն այս պահին մեզ համար այս իրավիճակից դուրս գալու համար։ Ակնհայտ է բոլորիս համար, որ երկրորդ կապիտուլացիան արդեն փակում է մեր դուռը, մեր պետության դուռը։ Եվ դա արդյունքս փաստ է, փաստաթուղթը պատրաստ է, բովանդակությունը պատրաստ է, զիջումները, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է ինքը թեև փակ, բայց արդեն բոլորիս համար շատ հստակ ասեց ինչի մասին է այդ զիջումները, պայմանները, որ Ադրբեջանը դրել է բոլորիս համար շատ հստակ է, դրանով ամփոփեմ, այո, ներկայությամբ գուցե հենց այդ լինի, որ իրենք են ասում, այսինքն այս մարդիկ մեզ տանում են դեպի պատերազմ, եթե խաղաղության համաձայնագիր իրենց տարբերակով չստորագրվի, ամեն դեպքում մեզ քաշելու են նոր պատերազմի մեջ, որպես իրենք չունեն այդ պատերազմը զսպելու լծակներ։ Այս իրավիճակը փոխելու, իրավիճակից դուրս գալու միայն մեկ հնարավորություն կա՝ հեռացնել այս իշխանություններին եւ բերել իշխանություն եւ բերել մարդկանց, ովքեր ունակ կլինեն հզոր ղեկավարներ, որոնք կարող են այս իրավիճակը փոխել։ Շատ ավելի վտանգավոր կլինի այն, երբ այս գործընթացների արդյունքում միանգամից Երևան կալ նորաթուղ ղեկավարներ, նոր արկածախնդիրներ, որոնք ժողովրդի, այդպես ասած, էյֆորիայի ֆոնին կփորձեն ժողովրդի այդ զգացմունքները չարաշահելով իրենց ներկայացնել որպես նոր դեմքեր, որպես նոր ղեկավարներ եւ փորձեն նստել, այդպես ասած, տիրանալ աթոռին, նախկին ներկա այդ դիսկուրսի մեջ, նախկիներին ժողովուրդը չի սիրում, ներկաներին էլ չի սիրում, մենք որպես երրորդ ուժ են գալիս, սա նույնքան վտանգավոր տարբերակ է իմ համոզմամբ, որքան Նիկոլ Փաշինյանին այս աշխատանքը շարունակելը։ Երկուսն են մեզ նույն տեղն է հանգեցնելու նոր կապիտուլացիայի, նոր զիջումների, միայն գուցե ժամկետների մի քիչ փոփոխություն լինի։ Այս փուլում գոնե ժամանակավոր կերպով մենք կարիք ունենք մարդու, ովքեր ունեն նման իրավիճակներում երկիրը ղեկավարելու հնարավորություն, մարդիկ ովքեր ունեն, ես 1000 անգամ եմ շեշտել, հիմա էլ եմ շեշտում, հոգեբանորեն Ալիևի վրա ազդելու հնարավորություն։ Այսինքն նույնիսկ նրանց իշխանության գալու սարսափը կարող է սպող միջոց լինի։ Կարիք չկա դու որից նույնիսկ քայլ ձեռնարկես, որից է գործ անես։ Հենց այդ որ այդ մարդը դառնա երկրի ղեկավար, արդեն իսկ 100%-անոց հստակ մեսեջ է հղում ադրբեջանակողմի, որ ստապ էլ չես կարող։ Այստեղ դիմացած Նիկոլ Փաշինյանը չի, սա այն մարդն է, որ տարիներ շարունակ քեզ այդ բանակցության սեղանին է նստել, դու ունես իր այդ բանակցելու փորձը, ինքը քեզ շատ լավ է ճանաչում, իր դիմաց պարտված ես եղել, իր դիմաց գլուխը կախես գցել ժամանակին եւ հիմա չես կարող նույնիսկ նայել իր աչքերի մեջ։ Սա մեր միակ փրկության երկն է։ Հասկացեք ի վերջո, որ սիրեք թե չսիրեք, ուզեք թե չուզեք, եթե ցանկանում եք Հայաստանը փրկել, երկրորդ կապիտուլացիայի վիճակից դուրս գալ, սա լինելու է մեր միակ հնարավորությունը։ Շատերը գուցե տգիտությունից ելնելով, նախանձից ելնելով, խանդից ելնելով չեն ցանկանում այս իրողության հետ հաշտվել եւ մեծ կանգնեցնում են այս իրավիճակի մեջ։
Եթե այս իրողության հետ մենք հաշվեինք 2021 թվականի ընտրությունների ժամանակ, հավանաբար այսօր կլիներ Արցախ 120,000 մարդ բռնագաղթի ճանապարհը չէ բռնի, Արցախի ղեկավարությունը այսօր չէ լինի Ադրբեջանի բանդերում, պարտավոր չենք լինելու միջազգային ատյանների դուռները ծեծել նրանց կանանքից ազատելու համար։ Միայն եթե խանդի հողի վրա չկանխեինք դիմադրության շարժումը, չկանխեինք տարբեր շարժումներ, որոնք ձևավորվեցին, գիտակցաբար հասկանայինք 2021 թվականի ընտրությունները, հասկանայինք թե այդ ժամանակ ով ուներ բարձր ռեյտինգը, չպարակտեինք շարքերը մի քանի 20 քանի ուժերով, չփորձեինք ամենևս Նապոլեոնի, այնպես ասած, հանդերձանքում գնալ, փորձել աշերկիրը փրկել, նույնքան պատասխանատու են մարդիկ, ովքեր այդ իրավիճակն են ստեղծել։ Գոնե իրողությունը ցույց տվեց 2021 թվականի արդյունքները ցույց տվեցին ով է ճիշտ ասում, ովքեր են այս հարցում սխալ։ Ես չխորանամ այս թեմայի մեջ։ Մեզ համար մնում է մեկ հնարավորություն կամ շտապ համակերպել, ձևակերպվել, հայրաշուչ հավաքվել, ձևակերպվել, մեկ դրոշի տակ գիտակցել իրավիճակի ծանրությունը, գալ փողոց, փորձել այս իշխանություններին ամեն կերպ հեռացնել եւ իշխանությունը անձնել վստահելի ձեռքի, ով ասում եմ հնարավորություն ունի նստելու բանակցության սեղանին, նայելու Ալիևի աչքերի մեջ եւ հենց այդպեսով ինչ որ այդպես ասած հոգեբանական ճնշում գործադրել դիմացի կողմի վրա։ Այլապես երկրորդ տարբերակը իմ համոզմամբ մնում է ընտրությունները, որտեղ երկրորդ այդ տարբերակը եթե ասենք Նիկոլ Փաշինյանը փորձի արտահայտ խորհրդանական ընտրությունների գնալ ասենք ամռանը, դա մոտավորապես ասենք 1 կամ 2 ամիս հետո արդեն իսկ պետք է գնա ազգային ժողովի լուծարման ճանապարհով, իսկ եթե գնաց այդ ճանապարհով փողոցային պայքարի ճանապարհն էլ ինչ որ կերպով մեզ համար փակվելու է, որտեղ այդ դեպքում մենք, ինչպես միշտ ասել եմ, մեր կամքից անկախ ներքաշվելու ենք ընտրական գործընթացների մեջ, լուրջ քաղաքական դաշտը գնալու է դեպի ընտրություններ, փողոցային պայքար չես կարող ձևակերպել։ Նիկոլ Փաշինյանը արդեն բավական պատրաստված է, տեսնում եք իր կնոջ միջոցով այդ շարժումները, որ ձևավորում են, նրանք հստակ կերպով պատրաստվել են եւ պատրաստվում են, իսկ մենք ամեն օր կորցնում ենք պատրաստվելու համար։ Հետևաբար ես խնդրում եմ միաժամանակ թե պիտի պատրաստվել փողոցային պայքարի համար, իսկ եթե տեսնում ենք ուշանում է հնարավոր չի լինում դա անել, պետք է շատ հստակ կերպով, անկեղծ կերպով առանց վախենալու ժողովրդի հետ խոսել ընտրությունների գործընթացի մասին, անգամներ ասել եմ, կարևոր է որ չհիասթափեցնել ժողովրդին ընտրություններից։ Ժողովրդին պետք է միաժամանակ հուսադրել թե փողոցային պայքարով եւ եթե չեղավ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու համար։ Վերջին հաշվով նույն այն ժողովուրդը, որոնց դուք հուսախապ եք անում ընտրություններով Նիկոլին իշխանությունից հեռացնելու հարցում, վաղը դուք նրանց ձայներին կարիքն եք ունենալու։ Եվ ինչպես պիտի այս ժողովուրդը գա ձեզ ձայն տա ընտրությունների մասնակցի, եթե դուք ձեր լրատվամիջոցների միջոցով, ձեր քաղաքական վերլուծաբանների միջոցով, մեկնաբանների միջոցով շարունակաբար իրեն այնպես եք ներշնչել, որ դու Նիկոլին չես կարող ընտրություններով հեռացնել։ Սա ամենավտանգավոր քայլն է, որ կարծում եմ ընդդիմադիր դաշտում հիմա կատարվում է եւ պիտի լուրջ կերպով խուսափել։ Ընտրությունների մասին խոսելը չի նշանակում, թե պիտի նշանակում անհրաժեշտաբար հրաժարվել փողոցային պայքարից։ Դա նույն սխալ, նույն մտածողությունն է տրամաբանական քայլն է, որ անում է, ասենք Նիկոլ Փաշինյանը մեզ փորձում համոզել խաղաղության այլընտրանքը պատերազմն է, ընդդիմության միատված են փորձում են նույնն անել, որ փողոցային պայքարի այլընտրանքը ընտրություններն է, չպետք է երկուսի արդեմ են անում։ Միշտեր իմ համոզմամբ այդ երկուսը լրացնում են իրար, մինչև ինչ որ փոլ պիտի փորձել փողոցային պայքարով սրանց հրացնել, իսկ եթե չեղավ, դրան զուգահեռ նաև պիտի պատրաստվել արտահերթ, ուրեմն ընտրությունների համար կամ երթական ընտրությունների համար։ Մի երկու բառ էլ ասեմ այդ դոկ կոչեցյալի մասին, կարամ շատ հետաքրքիր, դատը այստեղ տեղի է ունենում, փորձում է մի տեսակ փորձեր կատարվում իրեն հերոսացնել բանալ։ Ես դες վստահեցնում եմ այդ գործընթացը, որի կապակցությամբ սկսվել է, դա զուտ իմիգրացիայի հետ կապված խնդիր է եղել, բայց հենց իր թիմակիցների թույլ տված կոպիտ սխալներով կարծում եմ լոգին ներքաշել են մի շատ մեծ ճահիճի մեջ, որից դուրս գալ իր համար այդքան էլ հեշտ չի լինելու։ Ես դրա համար ուրախ եմ։ Ոչ միայն ուրախ եմ դրա համար, որ մարդկանց ընտանիքները մտած, բարոյալքություն արած, մեր ժողովրդի որակը իջեցրած, ժողովրդին հայրախոս դարձրած, իր համար մի այդպես զանգված ստեղծած մարդը ամեն դեպքում պետք է պատժվի արարքների համար ու պիտի համապատասխան պատիժ կրի, քանի որ ինքը մեծ ներդրում ունեցել մեր ժողովրդին բարոյալքելու հարցում, անկախ թե դրա նպատակը ինչ ա եղել, լավ ա եղել թե վատ, այդ միջոցը, որ ինքը կիրառել է
անթույլատրելի միջոց է, դու քեզ նշանակես դատավոր եւ թույլ տաս մարդկանց համար դատավճիռ, մահվան դատավճիռ հրապարակել, սպառնալիքներ կարդալ, դա նույնիսկ Միացյալ Նահանգների օրենքներով արգելված է եւ դու իրավունք ունես խոսքի ազատություն չի նշանակում դու ունես իրավունք մահվան սպառնալիք կարդալ կամ մարդկանց գնդակահարությունը պահանջել։ Ես կարծում եմ նաեւ ինչ որ խնդիր կա այստեղ, որտեղ ինքը Միացյալ Նահանգներում քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Ես կարծում եմ դատավորը հիմա պետք է դա ըմբռնած լինի, հասկացած լինի, որտեղ Միացյալ Նահանգներում դու չես կարող քաղաքական գործունեությամբ զբաղվես մեկ այլ երկրում, եթե համապատասխան գրանցումներ անցկացած չլինես, գործում է մի հատ FARA անունով օրենք, օտար երկրյա գործակալների գրանցման մի հատ օրենք է, որ դեռ McCarthy ժամանակվանից է հաստատվել, եւ ցանկացած մարդ, որ ուզում է Միացյալ Նահանգներում այլ երկրի ոլորտում Միացյալ Նահանգներում նստած ուրիշ քաղաքական գործունեություն ցավալի, պարտավոր է այդ օրենքի տակ գնալ գրանցել, տեղյակ պահել Միացյալ Նահանգների իշխանություններին իր գործունեության սահմանները որոշել, ասել, որ ինչպիսի ֆինանսներից է օգտվում, ինչպես է գործունեություն ցավալում եւ թույլտվություն ստանալ եւ հետո նման աշխատանքով զբաղվել։ Այդ թույլտվություն ունեն սասնատռեր այստեղ, այդ գրանցումը արել են եւ տեսնում ենք շատ ազատ կերպով նվիրատվություն դրամավակներ են ասել կազմակերպում, քանի որ այդ օրենքի տակ իրենք 1-2 տարի առաջ գրանցվեցին, նույն գրանցումն ունի Արման Բաբաջանյանը այստեղ, նույն FARA օրենքի տակ որքան գիտեն ինքը գրանցված է, այդ աշխատանքը տանում է, նույնիսկ ՀՄԿ-ը, որ այստեղ մի մասնաճյուղն ունի, իր գործադիր տնօրեն Արաքսիսի Մեդյանը FARA-ի օրենքի տակ գրանցված է այստեղ, տեղյակ է պահել, որ ինքը ՀՄԿ-ի հետ համագործակցում է այնտեղ, նույնիսկ իր աշխատավարձը բան ամենը տեղյակ է պահել գործունեության սահմանները, բայց որքան ես պատտել եմ, հետաքրքրվել եմ, Դոգի պարագային այդ չի, այսինքն Դոգը Միացյալ Նահանգներում նստած կուսակցություն է հիմնել Հայաստանում, կուսակցական գործունեությամբ զբաղվել, կուսակցության պատվո նախագահ եղել եւ դա Միացյալ Նահանգների օրենքներով անթույլատրելի է եւ օրենքին հակառակ, այսինքն եթե մարդիկ, ես չգիտեմ ինչեր են ներկայացել որպես Դոգին պաշտպանելու հիմնավորումներ, եթե ասել ինքը կուսակցություն ունի Հայաստանում քաղաքական ճանաչված դեմք, քաղաքական գործունեություն ունի, ես կասեմ արջի ծառայություն են մատուցել եւ ավելի շատ վնասել են Դոգին եւ ավելի են մխրճել այս խնդիրների մեջ եւ դատավոր հետաքրքրվել է լավ էս մարդը, որ քաղաքական գործունեությամբ զբաղվել, արդյոք գրանցում ունի Միացյալ Նահանգներում, հետաքրքրվել է տեսնի գրանցում չունի եւ դա արդեն իսկ Միացյալ Նահանգների օրենքի խախտում է համարվում։ Նաև ես հույսով եմ, որ այս ամեն քննարկումների լույսի տակ կարևոր մի բան Երևան կգա, որը կարծում եմ նաև վերադառնանք մեր այսօրվա զրույցի սկզբին, մեր քաղաքական դաշտումից վերջի տարիներին ինչ ա եղել, ովքեր են հիմնականում ֆինանսավորել, ինչ են արել, ամեն դեպքում որքան գիտենք, որ Դոգը անօրինական է այստեղ եղել, անօրինական ցեղ լինելով դու չես կարող բնականաբար մնային աշխատանք ունենալ եւ չի ունեցել, իսկ թե 3 տարի ինչպես այստեղ ապրել, ինչ միջոցներով է կարողացել գոյատևել, դրանք բոլորը հարցական են, կարծում եմ դատավորի համար նաև դրանք պետք է հետաքրքիր եղած լինեն, թե օրինակ ինքը ինչ ֆինանսական միջոցներից է օգտվել, ինչ օրային են ֆինանսավորել, ինչ աղբյուրներից այդ գումարները եկել, դրանք կարծում եմ այն կետերն են, որոնք պատճառ են դարձել, որ ի դատի քննարկում անընդհատ ձգձգվի։ Հիմա տեսենք, չեմ ուզում այդպես ասած կանխագուշակցանք, իմ անհատական պատկերացումներն ա որ ունեմ, դատական գործընթացի ծանոթ չեմ, բայց որքան գիտեմ ինքը իր ամերիկացի պաշտպանները չեն կարողացել լավ պաշտպանել, պաշտպանների փոփոխելու խնդիր կա եւ հիմա ասենք տեսենք երկու շաբթի ինչ ա լինելու։ Ամեն կերպում այդ հերոսացումները, որ Հայաստանի իշխանություններն են իրեն փակել տվել, դրանք բացարձակ սուտ են, նա ավելի շատ հենց ծառայում էր Նիկոլ Փաշինյանին, իր լայվերով, ելույթներով ժողովրդին թմբիրի մեջ պահելով, հետաբար որից է պատճառ եւ շատ լավ վերահսկվում էր Հայաստանի իշխանությունների կողմից, հետաբար պատճառ չուներ այս պահին իրեն խաղից անեին, հիշում եք քանի անգամ այն օգնել Հայաստանյան իշխանություններին։ Անկեղծ ասած ես ուրախ կլինեմ, որ մի օր բացահայտվի այդ ֆինանսավորումները որտեղից են եղել, ովքեր են կանգնած եղել այս դոկ պրոյեկտի կողքին, թեև ինձ համար դրանք ապացուցված են, բայց կարծում եմ փաստերը եթե լինեն դատարանի կողմից շատ ավելի մեծ հստակեցումների կտանեն այս հարցում։ Ամեն կերպում Միացյալ Նահանգներում դատական համակարգը իսկապես անկախ է, պատկերացումներ, որ ունենք, որ Հայաստանից հրահանգներ ա իջնում դատարանների վրա, Դոգին կալանքի տակ, գիտեք, առնվազն ծիծաղելի այդ ամենը գոնից համար թվում, ովքեր Միացյալ Նահանգներում են ապրում, այդպիսի բան բացառված է, այստեղ չես կարող դու դատավորի վրա նման ճնշումներ գործադրել։ 48 րոպե խոսեցի, կարծում եմ բավական լինի այսօրվա լայվի համար։ Շնորհակալ եմ, որ հետևեցիք ինձ բարեկամներ, արդեն երրորդ շաբաթավոր շարունակաբար այս լայվեր ունենում եմ, կփորձեմ այս լայվերը շաբաթական կերպով ունենալ, փորձենք քննարկել, իրար կողքի լինել եւ տեսենք այս շաբաթվա ընթացքում ինչպիսի նոր զարգացումներ են լինելու։ Լավ մնացեք
մինչև կրկին իրար կհանդիպենք։ Հույսում ավելի լավ պայմաններում։